Հայաստանում հող է նախապատրաստվում կրկնելու մոլդովական սցենարը։ Նիկոլի հայտարարությունը, թե ընդդիմության խոսույթներն ու ուղղությունները ձևավորվում են Հայաստանի սահմաններից դուրս, հերթական քայլն է իշխանական քարոզչությունը ուղղելու ընդդիմադիր դաշտի դեմ։ Դա մի քաղաքական գիծ է հողատու իշխանության կողմից, որը փորձում է օտար ազդեցության պիտակով լրացնել յուրաքանչյուր այլակարգություն։ Այսինքն, ով իրենց հետ համաձայն չէ, ռուսի գործակալ է, ԿԳԲ-ի ագենտ։ Այս խոսույթը ծառայում է մեկ նպատակի՝ թաքցնել այն փաստը, որ հենց իշխանությունն է տարիներ շարունակ սպասարկել Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը հայկական պետականության հաշվին։ Երբ սեփական քաղաքական ձախողումները հնարավոր չէ արդարացնել, ամենահեշտ ճանապարհը դառնում է մեղադրել ընդդիմախոսներին, իբրև օտարի գործակալներ։ Նույն մեխանիզմը վերջերս կիրառվել է Մոլդովայում, որտեղ իշխանությունը արևմուտքի հովանավորությամբ արգելեց ընդդիմադիր կուսակցություններ, նրանց մեղադրելով Ռուսաստանի ազդեցության մեջ։ Նպատակը նույնն էր՝ վերացնել քաղաքական մրցակցությունը եւ պահպանել իշխանությունը։ Հենց այս մոդելն են փորձելու իրականացնել ժողովրդավարության բաստիոնի մեգաուղեղներ։ Բանտերում արդեն պահվում է 100-ից ավելի քաղբանտարկյալ, որոնց թվում են նաեւ փաստաբաններ, բարձրաստիճան հոգեվորականներ եւ ընտրված համայնքապետեր։ Այս իրավիճակը նշանակում է, որ Հայաստանը վերածվում է իշխանական վախի եւ քաղաքական հաշվեհարդարի պետության, վախենալով անգամ սեփական քաղաքացիներից, որոնք նույնիսկ քաղաքական հայտ չեն ներկայացրել, այլ ուղղակի գնացել էին պաշտպան կանգնելու իրենց քվեին։ Ինչի պատճառով էլ իշխանությունները բացարձակ անհիմն կալանավորեցին 20-ից ավելի արժանապատիվ գյումրեցի։ Քաղաքագիտական տեսանկյունից Հայաստանում գործում է էլեկտորալ եւ ֆասադային ժողովրդավարության միաժամանակյա ռեժիմ, երբ ընտրությունները գոյություն ունեն, բայց ընդդիմությունը բանտերում է եւ քաղաքական դաշտը վերահսկվում է կառավարության կողմից, իսկ իշխանությունը վերահսկում են նույնիսկ դատարանները։ Այս ծանրագույն փաստացի թուրք-ադրբեջանական օկուպացիայի պայմաններում ամենակարևորը չհուսահատվելն է։ Բարձրացրեք ձեր ձայնը, մի վախեցեք եւ շարունակեք պայքարել, որովհետեւ ոչ մի իշխանություն հավերժ չէ։ Իր էջում գրել է Փայլակ Չոբանյանը։